Արամ Զավենի Սարգսյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը, որը կրկին ուզում է դառնալ վարչապետ եւ ուժերն է փորձում, կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։ Fast-Info-ն տեղեկանում է, որ Սարգսյանը հայտարարագրել է մեկ անշարժ գույք։ Այդ անշարժ գույքը 800 քառակուսի մետր տարածքով տուն է Արարատի մարզում, որը իր սեփականությունն է։ Սարգսյանը հայտարարագրել է նաեւ երկու շարժական գույք 2025 թվականի արտադրության L7 մակնիշի ավտոմեքենա եւ 1994 թվականի արտադրության Mercedes G մակնիշի ավտոմեքենա։ Դրանք երկուսն էլ հանդիսանում են վերջինիս սեփականությունը։ 8 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող երկու գույք է հայտարարագրել։ Դրանցից մեկը սրբապատկեր, որի արժեքը Արամ Սարգսյանը նշել է, որ անգին է, իսկ մյուսը գրիչների հավաքածու է, որի արժեքը նշված է 100,000 ամերիկյան դոլար եւ ավելի։ Եկամուտներ բաժնում վարչապետի թեկնածուն լրացրել է 21,150,000 դրամ, որը շահաբաժին է գալիք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից եւ 1,470,000 դրամ թոշակ, որն էլ ստացել է Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Արամ Զավենի Սարգսյանն ունեցել է 30,400,000 դրամ, 100,000 ամերիկյան դոլար եւ 10,000 եվրո։ Վերջինս բաժնեմասեր ունի նաեւ տարբեր սահմանափակ պատասխանատվությամբ եւ փակ բաժնետիրական ընկերություններում, օրինակ գալիք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում Սարգսյանն ունի 50% բաժնեմաս, հատուկ ցեմենտ փակ բաժնետիրական ընկերությունում 45, իսկ Կավաշեն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում 25% բաժնեմաս։